մի մասը պաշտպանում է եկեղեցուն, մի մասը պաշտպանում է իշխանությունը եւ երրորդ ամենամեծ մասը զզվում է երկուսից։ Ես անձամբ այդ երրորդ մասից եմ։ Եթե դուք չեք լսել, դրա համար է 80%-ի մեկ չեք, որովհետեւ երևի ձեզ շրջապատում եք։ 26 թվականի հունիսին մենք բոլորս գնալու ենք ընտրության, օրինական ճանապարհով Նիկոլ Փաշինյանին կհեռացնենք։ Եկեղեցին երբ որ ասում է, որ պետքա Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, օրենքով պետությունը տվել է իրան այդ հնարավորությունը։ Այո, ինքը կարա իմ հետ հավասար մասնակցի քաղաքական կյանքին, ինքը քաղաքացի է։ Ռազմական հեղաշրջումը Հայաստանին հարված է թիկունքից։ Թող լինի 50,000։ Եվ վերջ։ Դուք ինչի այնտեղ չեք։ Ես չպետք է սահմանադրական իրավունքները խախտած։ Ես չպետք է այնտեղ լինեմ, որովհետև ես եկեղեցուն չեմ վստահ։ Դեստրուկտիվ գործողությունները, դեստրուկտիվ երևույթներ են, որը վտանգում է պետականությունը։ Երկուսն էլ ինձ համար ընդունելի չի։ Բարի գալուս Սիվիլնետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ հայ առաքելական եկեղեցու միջև աճող լարվածությունը համազգային բանավեճի է վերածվել։ Մեկ կողմում եկեղեցին է, իսկ որոշ բարձրաստիճան եկեղեցականներ մասնակցում են դիմադիր շարժումներին, մյուս կողմից իշխանությունն է, որը մեղադրում է հոգևորականներին քաղաքական դերակատարում ստանձնելու մեջ։ Ինչու է սրվում եկեղեցի պետություն հարաբերությունները կամ հակամարտությունը, ինչ հետևանքներ կարող է ունենալ այն ազգային ինքնության, միասնության եւ ընդհանրապես արժեհամակարգի վրա։ Այս հարցերին անդրադառնալու ենք Սիվիլնետի տաղավարում իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի եւ քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանի մասնակցությամբ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Եթե դեմ չեք, անուններով միմյանց դիմենք։ Շատ լավ։ Հովհաննես, ձեր կարծիքով ինչու ունենք մենք այս սրվող հակամարտությունը 2018 թվականից դեռևս կարելի է ասել, որ եկեղեցու եւ իշխանության հարաբերությունները ոչ միշտ էին, որ հարթ էին, պարբերաբար որոշակի սրումներ էին տեղի ունենում, բայց այս անգամ շատ ավելի սուր է այդ հակամարտությունը։ Ինչով է դա պայմանավորված։ Եկեղեցին մնացել է թերևս միակ կառույցը, կազմակերպված, ամենակազմակերպված, որը շարունակում է զբաղվել Հայաստանում հայերի իրավունքների պաշտպանությամբ։ Ընդդեմ ոչ միայն հայերի, այլ նաեւ ազգային փոքրամասնությունների, եզդիները եւս, որովհետեւ Հայաստանի անվտանգությունը սպառնում է, ԵՖԶ սպառնում է Հայաստանի անվտանգությունը, նաեւ եզդիներն են սպառում։ Եկեղեցին պահպանել է Արցախի թեմը, այսինքն դա արդեն ուղերձ է, որ նրանք զբաղվում են Արցախի վերադարձով։ Եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ միշտ հարցը բարձրացնում է արցախցիների վերադարձի։ Եկեղեցին համաժողով էր կազմակերպել մայիսի վերջին Բեռնում, որտեղ կաթողիկոսը բարձրացրել էր եւս Արցախի հարցը, մեղադրելով Թուրքիան եւ Ադրբեջանին էթնիկ զտման եւ հայաթափման համար։ Դրան զուգահեռ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն Հայաստանի եկեղեցին անվանել էր սպառնալիք տարածաշրջանի համար, ինչպես նաև գիտենք, որ հայտ էր ներկայացել, որ Էջմիածինը իրենցն է, այսինքն ուղիղ նաև սպառնալիք Հայաստանի անվտանգության, ոչ թե սպառնալիք, այլ ագրեսիա իրականացնելու հիմնավորումներ Հայաստանի դեմ։ Ու սրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ հարձակումը, ընդ որում շատ խորամանկորեն նախ կառավարության նիստում այնպես արեցին, որպեսզի եկեղեցին պատասխանի իրենց, անվանելով եկեղեցուն չուլանացված եւ այլն, եւ երբ պատասխանեց ինքը սկսեց այդ հակագրոհ։ Այսինքն Հայաստանում ինչ կառույց ուզում է լինի, որը զբաղվում է Հայաստանի իրավունքների, հայերի իրավունքների պաշտպանությամբ թե ներսում, թե դրսում, եկեղեցին է, որ պատարակներ է արել եւ հիշատակել է մեր ռազմաքաղաքական եւ քաղաքացիական պատանդներին, որոնք հիմա Բաքվի բանտում են, այս ամեն ինչին բնականաբար պետք է դեմ լինի ով Ադրբեջանը, որովհետեւ Ադրբեջանի խնդիրը ի վերջո խաղաղ ճանապարհով Երևանը գրավելն է, ինչպես նրանց մարդու իրավունքների պաշտոնյաներն են ասում։ Ուրեմն այս ամբողջ իրադարձությունը պետք է վերլուծել այս կոնտեքստով, որ Հայաստանում կա կառույց եւ որևէ կառույց, որը կզբաղվի հայերի իրավունքների պաշտպանությամբ եւ Արցախի մեր արդար վերադարձի պահանջով, ինքը Նիկոլ Փաշինյանի, Ալիևի եւ իհարկե նաեւ Էրդողանի կողմից ենթարկվելու է նմանատիպ հարձակումների։ Շատ լավ հասկացա։ Դավիթ, խոսքը ձեզ եմ տրամադրում, արդյոք համաձայն եք նախ մտքի հետ, որ եթե կա կառույց, որը պաշտպանում է ազգային արժեհամակարգը կամ այն շահերը ազգային, որոնք գոյություն ունեն, դա կհայտնվելու է Նիկոլ Փաշինյանի եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի թիրախում, եւ երկրորդը, ըստ ձեր կարծիքով ինչու է տեղի ունենում այս հակամարտությունը։
Ես չեմ կարծում եւ ես դա ցավով եմ ասում, որ հայ առաքելական եկեղեցին այսօր պաշտպանում է մեր ազգային արժեհամակարգը։ Դա մեկ, կարող եմ հիմնավորել։ Երկրորդը, այս հակադրությունը, որը կա վարչապետ Փաշինյանի եւ եկեղեցու միջև, ինձ համար անընդունելի է։ Սա մեզ համար խայտարակություն է, որպես ազգ։ Ինչու է խայտարակություն, որովհետեւ իր տակ եւ իր հիմքում ընկած են գեղձ դիսկուրսներ, գեղձ։ Անկած է ներքաղաքական գզվրտոց երկու կողմից է։ Եկեղեցին, եւ սա ցավով եմ նշում, դարձել է քաղաքական գործոն, ինչը ինձ համար անընդունելի է։ Իշխանությունը իրեն պահում է շատ լպիրջ ձևով, իր բոլոր գնահատականներում, եկեղեցու նկատմամբ, ինչը եւս ինձ համար ընդունելի է։ Եվ այս ամենի հիմքում ընկած է մեկ բան, որ եկեղեցին մտել է մի դաշտ, որտեղ չպետք է մտներ, դա քաղաքականությունն է։ Եթե եկեղեցին չմտներ քաղաքականություն, ես կարծում եմ Փաշինյանը այդպես անթույլատրելի ձևով իրեն չէր պահի։ Եվ ուղղակի հիմա սլաքներ ուղղվել են եկեղեցու վրա։ Եկեղեցին ցավոք, ես նորից եմ ասում, այս իրավիճակում թույլ կողմն է, եւ մեր հասարակությունը հերթական անգամ բաժանվել է այս ամենի հետևանքով 3 մասի։ Մի մասը պաշտպանում է եկեղեցուն, մի մասը պաշտպանում է իշխանությունը եւ երրորդ ամենամեծ մասը զզվում է երկուսից։ Ես անձամբ այդ երրորդ մասից եմ։ Եթե կարելի է այսպես ձևակերպել։ Որովհետեւ այս քաղաքական դիսկուրսը մեր իրական շահերի եւ խնդիրների հետ Հայաստանի Հանրապետության խնդիրների եւ շահերի հետ որևէ ընդհանուր աղերս չունի։ Սա իմ գնահատականն է։ Եթե պետք են հիմնավորումներ, խնդրեմ կարող ներկայացնել։ Հիմնավորումներին դեռ կանդրադառնանք քննարկման ժամանակ։ Հովհաննես, համակարծիք եք կամ կիսում եք այդ կարծիքը, որ եկեղեցու կողմից ընդդիմադիր շարժմանը ընդհանրապես իշխանության դեմ ելույթներին քաղաքականություն մուտք գործելը, քաղաքականությանը մասնակցելը դա անընդունելի է անգամ այս իրավիճակում։ Նախ եւ առաջ խոսքում հնչեց սխալ տեղեկություն, որ մեծ մասը ազգաբնակչության զզվում է եկեղեցուց։ Կովկասից Երկուսից։ Մի վարքան դա եւս սխալ տեղեկություն է։ Կովկասյան բարոմետրի վերջի հարցումներով եւ տվյալներով եկեղեցին ամենամեծ վստահություն ունեցող կառույցն է։ Մոտ 80%, 79% ուղիղ։ Ես երևի ինչ-որ սխալ մարդկանց հետ եմ շփվում։ Երևի Մեր հասարակությունը։ շատ հնարավոր է։ Կարող է տենց լինում է, որ ընդհանուր տենց ընկերական շրջապատում նույն կարծիքն են մեկ ասում, ու թվում է թե այդպես է։ 80% է եկեղեցու վարկանիշը։ Բանակին է ընկել է։ Մոտավորապես 20%-ով ընկել է, որովհետև բանակը նա կարողացել է գրավել։ Նա նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին։ Եկեղեցու վարկանիշը, եթե բարձրանում է, նշանակում է եկեղեցին իր տեղում է։ Հիմա մյուս խնդիրը, որը կարող է Դավիթին թվալ իր ճաշակից ելնելով, որ եկեղեցին չպետք է մասնակցի քաղաքականությանը եւ այլն, Հայաստանի խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների օրենքի համաձայն պետությունը եկեղեցու սպասավորներին տալիս է համահավասար իրավունք եւ հնարավորություն, ինչպես մյուս քաղաքացիներին, զբաղվել հասարակական գործունեությամբ եւ քաղաքականությամբ։ Մյուս կողմից եկեղեցին կորցրել է 385 եկեղեցի Արցախում, 60 վանական համալիր, ավելի քան 2000 խաչքար։ Նրա թեմը էթնիկ զտման է ենթարկվել։ Ամենահին թեմերից մեկը։ Արցախցիներն են էթնիկ զտման ենթարկվել։ Նրա թեմից են։ Այո։ Արցախցիներ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն մեծամասնությունը։ Այս պարագայում քաղաքականությամբ, եթե սա է կոչվում քաղաքականությամբ զբաղվել, եթե դու չես զբաղվում, սա քաղաքացիական քո դիրքորոշումը չես արտահայտում, այդտեղ է խնդրեմը։ Պատկերացնում եք եկեղեցու հոտին էթնիկ զտման ենթարկեն ու շարունակի նույն իշխանությունը կառավարել եւ եկեղեցին չարձագանքի։ Սա խնդրեմ կլինի։ Ի վերջո, հայ առաքելական եկեղեցու սպասավորները Հայաստանի քաղաքացի են։ Ընդ որում կաթողիկոսը եթե ընտրվում է քաղաքացի չի, միանգամից է քաղաքացի դառնում։ Ինչ է նշանակում։ Այսինքն մեր սահմանադրական իրավունքները խախտվել են։ Հռչակագիրը տեսնում ենք ոնց է խախտել
եւ ինչպես նաեւ անցած տարի Տավուշի դեպքերի ժամանակ Հայաստանի մեր սահմանադրական իրավունքները սահմանադրությամբ 205-րդ հոդվածով որ տրված է որ եթե Հայաստանից տարածքի փոփոխություն լինում ապա պետք է լինի հանրակրվե բռնեցին տվեցին հիմա ասենք տիկին Խանումը որը այդ Կիրանցի կամուրջի մոտ էր ապրում նրա 30-ամյա 20-ամյա տունը որ այդքան դրել արել էր Հայաստանի քաղաքացի էր հանձնեցին այդ մարդը Հայաստանի քաղաքացի է Այնտեղ կա Տավուշի թեմի առաջնորդը եւս Հայաստանի քաղաքացի է այսինքն ինչ չզբաղվի իր բանի պաշտպանությամբ ես ասում եմ աննորմալ կլիներ եթե եկեղեցու սպասավորները հանկարծ չզբաղվեին քաղաքականությամբ այս պայմաններում Հովանես այս պայմաններում չպետք է գործի սահմանադրության հայտնի հոդվածը որ եկեղեցին անջատված է պետությունից անջատված է Եթե անջատված է ինչ գործ ունի պետական գործերով Տեսեք տարբեր բան է քաղաքական գործունեությամբ դիրքորոշում արտահայտելը եւ պետական կառավարմամբ զբաղվելը կրկին հղում եմ անում խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների բանին օրենքին որտեղ այո հոդված 17-ով եկեղեցուն արգելվում է զբաղվել պետական կառավարմամբ եկեղեցու թեմը որևէ մեկը ինչ որ ասենք ներքին գործերի նախարարությունն է ղեկավարում արտաքին գործերի նախարարություն սփյուռքի նախարարություն կամ ընտրությունները Հայաստանում եկեղեցական կար Բարձրաստիճան որը Եկեղեցականը դառնամ դրան այս միտքս ավարտեմ ճիշտն ասած եկեղեցին իհարկե արտաքին գործերի նախարարության եւ սփյուռքի նախարարության դերը գործառույթը շատ ավելի արդյունավետ է կատարում եւ հենց դա է խնդրեմը դրա համար են եկեղեցու վրա հիմա գրոհել բայց նա չի զբաղվում հիմա ձեր ասածը ենթադրում եմ Բարգրադ Սրբազանի որ գործընթացը Բարգրադ Սրբազանը ինքը անջատվեց եկեղեցուց դիմեց կաթողիկոսին որպեսզի դադարեցնի իր վարչակառավարական աշխատանքները եկեղեցուն ու դիմեց բանի վարչապետի տեխնացություն դրեց նա անջատվեց այսինքն եկեղեցին օրենքները պահպանում է իսկ վարչապետը չի պահպանում այստեղ է որ մենք պետք է խնդիրը տեսնենք նույն օրենքով խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների օրենքով պետությունը չի կարող են ասել մասնակցել որովհետեւ պայմանները այնպես են կարող են ասել մենք իրավական պետություն ենք մենք կրոնապետություն չենք որպեսզի քննենք եկեղեցին այնպես ինչպես քննում ենք օրինակ ես կարող եմ չլինել հայ առաքելական եկեղեցու հետևորդ ինչ չհետաքրքրի կաթողիկոսը բայց այն որ վարչապետը խախտում է օրենքները Հայաստանի եւ կրկին բան եմ հղում եմ անում խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների օրենքին կուսակրոն քահանա Մեսրոպ Մաշտոցի հորինած տառերով գրված է որ պետությունը իրավունք չունի մասնակցելու եկեղեցու ներքին կյանքին եւ դա խախտում է ամբողջ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն գործադիր մարմինը խախտում է դա է խնդրեմը Շատ լավ տեսեք Դավիթ Հովանեսի ասած հետեւյալն է ընդհանրապես ոչ միայն Հովանեսի այդ տեսակետի կողմնակիցների ասացի ենթատեքստ հետեւյալն է մենք ապրում ենք ոչ ստանդարտ իրավիճակում եւ պետք է արդյոք սահմանազատել այս իրավիճակում հոգեվոր եւ աշխարհիկ իշխանություն երբ երկիրը կանգնած է ճգնաժամի առաջ Ես որպես օրինապաշտ քաղաքացի կարծում եմ որ սահմանադրության հոդվածները այնուամենայնիվ պետք է իրականացնել եւ ես կուզեի նշել հետեւյալը նաեւ պարոն Իշխանյան պարոն Աչապահյանը Շիրակի թեմի առաջնորդը տալիս է հարցազրույց, որտեղ ուղիղ իշխանափոխության կոչ է անում ռազմական հեղաշրջման ճանապարհով։ Սա պարոն Աչապահյանը անում է իշխանություն ինչ որպես անհատ քաղաքացի Հայաստանի Հանրապետության, թե այնուամենայնիվ Շիրակի թեմի առաջնորդ եւ հայ առաքելական եկեղեցու իշխաններից, հոգեվոր իշխաններից մեկը։ Ես ուզում եմ հասկանալ, մի հատ հասկանանք Սա նորմալ է։ Ես կարծում եմ պարոն Աչապահյանի հայտարարությունը արդյունավետ չի այս պայմաններում, որովհետև բանակը այն ներուժը չունի, որպեսզի մենք արդյունավետությունը ես ներողություն եմ, չենք քննարկում։ Սա նորմալ է թե աննորմալ է։ Ես դա ավարտեմ, ես կգամ դրան կհասնեմ։ Որովհետև միայն նորմալով եւ աննորմալով այս հարցը չի լուծվում։ Պարոն Աչապահյանի արած հայտարարությունը անարդյունավետ է այս պայմաններում, ինչպես impeachment-ը օրինակ, որովհետև չկա հնարավորություն դա իրականացնելու։ Հասկանալի է, ես համաձայն եմ ձեզ։ Մյուս կողմից, եթե միջազգային իրավունքի հիման վրա գնանք, չէ՞ որ Հայաստանը ձգտում է Եվրո միության անդամ դառնալ, քաղաքակիրթ աշխարհին միանալ։ Ես այդքան էլ վստահ չեմ դրանում։
Դե ամեն դեպքում հանրաքվեներ են անցկացվում, իշխանությունը այդ հանրաքվեներին աջակցում է ի տարբերություն օրինակ հայաքվեի հանրաքվեին Ես համոզված չեմ ձեզ։ Նախաձեռնող խմբի անդամ եմ ասում, չի ոչ մի տես չի եղել, խոչընդոտներ են հարուցել իրականում։ Ամեն դեպքում ստորագրելու տեղերը տվել են, հարձակումներ չեն եղել եւ այլն, ի տարբերություն հայաքվեի։ Հիմա վերադառնալով բանին, Աչապահյանի հայտարարությանը։ Միջազգային իրավունքը տալիս է ընդհանրապես ժողովրդին քաղաքացիներին դիմադրության ապստամբելու իրավունք, ընդ որում ոչ միայն տալիս է հեղաշրջման ճանապարհով, պարոն Իշխանյան։ Ռազմական հեղաշրջում դա չի կոչվում ռազմական հեղաշրջում։ Ես չեմ կոչում, դա պարոն Աջապահյանն է կոչում։ Նույնիսկ եթե դա ռազմական հեղաշրջում է, բանակը դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից առաջ եւ հետո պետք է իշխանությունը վերցներ իր ձեռը, այո, որովհետեւ ով է ասում դա։ Ես եմ ասում։ Ես ասում եմ, որ պետք է լինի այնպես, ինչպես ժողովուրդն է ասում, ժողովուրդը ընտրություններին իր ձայնը արտահայտում։ Ժողովրդավարությունը առհասարակ մեն չի սահմանափակվում ժողովրդի ձայնով։ Ժողովրդավարությունը նաև սահմանափակվում է ռազմական հեղաշրջման ձայնով է սահմանափակվում։ Օրինակ Եգիպտոսում, երբ որ ֆունդամենտալիստները եկան իշխանության, կամ Ալժիրում 70-ականներին, երբ որ իսլամիստները եկան, այդ վտանգը տեսնելով բանակը կանխարգելեց։ Ես շատ ուրախ կլինեի, եթե համադրելի օրինակներ Եգիպտոս, Ալժիր, Հայաստան։ Ինչի համադրելի չի։ Դե օրինակ այն պատճառով, որ մենք ինչպես դուք ասում եք, Եվրոպա ենք գնում, իսկ իրենք ոչ, իրենք դա մերձավոր արևելքն է, Աֆրիկան է, ես չգիտեմ։ Երևի թե տարբերություն պետք է դնեն։ Ես խնդիր ունեմ կապված, երբ որ համեմատություն է արվում։ Ավելի ցածր են այդտեղի քաղաքացիները։ Չէ, ցածրի բարձի հարցը չէ, իրավիճակի տարբերություն կա, որտեղ իրավիճակը տարբեր է։ Չէ, կառավարման ձևի ժողովրդավարի բանակի խնդիրը իմ անվտանգությունը ապահովելն է։ Եթե նա տեսնում է, որ դավաճանություն է տեղի ունենում, նա պետք է դա կանխի։ Միայն հրաժարականը, եթե բանակի ներսից ասում են, որ համալրումը դադարեցվել է 3-րդ օրը եւ բարձրաստիճան գեներալներ են ասում, դա պետք է կանխվել, որովհետեւ դա դավաճանություն է։ Մյուս կողմից, եթե Գորիս-Կապան ճանապարհը թաքուն հանձնում են, դա եւս դավաճանություն է։ Հասկանում եք։ Դա ես խնդրում եմ պատասխանելու բայց ես վերադառնամ դիմադրության բանին, հա։ Ուրեմն այն պայմանները, որ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, մեզ թե մարդու իրավունքների հռչակագրով, համընդհանուր հռչակագրով, թե Նյուրնբերգյան սկզբունքներով տված է հնարավորություն քաղաքացիներին ապստամբելու։ Այնպես որ Աչապահյանի արած հայտարարությունը արդյունավետ չի, որովհետև բանակը այնպես ինչպես պետք է իրեն պահեր ժամանակին չի պահել եւ խնդրեմ քանդվել է եւ մենք կորցրել ենք Արցախը հասկանալի է։ Ես առաջարկում եմ վերադառնանք մեր զրույցի սկզբնամասին, երբ որ պարոն Իշխանյանը նշելով, որ մենք իրավական պետություն ենք եւ հիմք եւ հղում ընդունելով, հղում անելով սահմանադրության վրա նշում է, որ սա եկեղեցու իրավունքն է, որ եկեղեցականները որպես քաղաքացիներ, որպես հասարակության անդամ իրավունք ունեն արտահայտելու։ Միանշանակ համամիտ եմ ձեզ հետ։ Բայց այստեղ կա խնդիր, երբ որ եկեղեցականը նշելով կոնկրետ անուններ, դիմելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ասում է դու ԱԱԾ-ում, ոստիկանությունում, բանակում չունես գեներալներ, որոնք կարող են դուրս գալ եւ իշխանափոխություն անել ռազմական ճանապարհով, սա հակաիրավական է, պարոն Իշխանյան։ Սա ես խնդրում եմ թողեք ես հավարտեմ, հետո ես դες կլսեմ շատ ուշադիր։ Սա հակաիրավական է, սա հակասահմանադրական է եւ սա ոտնահարում է առնվազն այն մարդկանց իրավունքները, որոնք այս իշխանությանը եւ իդեպ ընդդիմությանը ձայներ են տվել։ Այն մարդիկ, ովքեր հիմա խորհրդարանում ծվարել են։ Ես այդ մարդկանց թվում չեմ իդեպ, բայց այնուամենայնիվ։ Եվ սա անընդունելի է։ Ինչը վերաբերվում է նաեւ այն հարցին, որ իշխանությունը սա է արել, սա է միգուցե, բայց սա պետք է դեռ ապացուցել։ Չէ՞ որ մենք իրավական պետություն ենք, ինչպես դուք ասում եք, թե չստացվում է մի դեպքում իրավական պետություն ենք, ամեն ինչ օրենքով է։ Իսկ երբ որ հասնում է Փաշինյանի կամ ես չգիտեմ ում կատարած հանցանքներին եւ հանցագործություններին, ինչ որ բառեր, ինչ որ մեկը ասեց, ինչ որ մեկը պնդեց, հանձնեցին, տվեցին, դրա համար գոյություն ունի օրինական ընթացակարգ։ Եթե մենք իրավական պետություն ենք եւ ամեն ինչը, ինչպես որ դուք ասացիք, սկզբնամասում կապված եկեղեցու իրավունքների հետ պետք է լինի օրենքով, ես կարծում եմ նաեւ իշխանության եւ ամենակարևորը իշխանության եւ ընդդիմության ընտրողների իրավունքը պետք է ընդունվի եւ պահպանվի։
Իսկ այս դեպքում սա չի լինելու։ Ուրեմն երբ որ կներեք վերջացնեմ եւ ձեզ լսեմ։ խախտվում է։ Եվ պարոն Աջապահյանը չէ որ պետք է որոշի թե Հայաստանում լինելու է, թե չի լինելու իշխանափոխություն ռազմական հեղաշրջման ճանապարհով։ Եվ եւս մեկ բան, այնուամենայնիվ եկեղեցականը այդպիսի ճանապարհով չպիտի փորձի տանել հասարակությանը, որովհետեւ սա հղի է բազմաթիվ վտանգներով եւ առաջին հերթին ձեր կողմից նշված Ադրբեջանը եւ ինչեր անուններ դերդերի իրենց անուններ չգիտեմ իրենք դա օգտագործել են մեր դեմ Փաշազադեն իրենք դա օգտագործել են մեր դեմ մեր օգտին չի լինելու դա մենք պետք է սա անցալենք որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար սպառնալիք Իմ համար Նիկոլ Փաշինյանը չի կարևոր, իմ համար այս երկիրն է կարևորը։ Նիկոլ Փաշինյանը այսօր կա, վաղը չի լինելու։ Ուրեմն եթե Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհը թաքուն միանձնյա հանձնում է, եթե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում միանձնյա եւ եթե ընդհանրապես GPS-ով է սահմանները գծում եւ այլն, թե եկեղեցի։ Իրեն կարելի է փոխել ռազմական հեղաշրջման միջոցով, բանիշանակ, կրկնում եմ, միջազգային իրավունքը քաղաքակիրթ աշխարհի տվել է այդ հնարավորություն եւ մարդու իրավունքների հռչակագրում էլ նախաբանում կրկին գրված է որ եթե ելքը այնպես պետք է անել որպեսզի ելքը դրան չհասնի ուրեմն այստեղ պետության վրա է պարտավորությունը պետությունը երբ որ անցնում է իր սահմանները այնպիսի հակաօրինական քայլեր է անում որոնք ես չեմ կարող վերականգնել իմ արդարություն եւ արդարադատությունը մանավանդ երբ որ Նիկոլ Փաշինյանը դատարանների դեմ ոտնձգություններ է արել շինծ ու գործեր է սարքել դատավորների վրա որոնք այդպես էլ չեն բացահայտվել ուղղակի նույն ձև ինչ որ եկեղեցիներ քանդում այդպես էլ դատարանները այդ պարագայում երբ որ ես չեմ կարող վերականգնել իմ սահմանադրական իրավունքները ես ունեմ ապստամբելու իրավունք եւ քաղաքացին այդ իր ապստամբելու իրավունքը կարող է գտնել այլ կառույցների մեջ ու իր հնարը փորձել հայթայթել այդտեղ։ Այդ իմաստով թե Աջապահյանի հայտարարությունները, թե մնացած քաղաքացիների հայտարարությունները, որոնք 150,000 մարդու փաստորեն քաղաքացիությունից զրկելու են բերել Նիկոլ Փաշինյանի արածների հետևանքով, ունեն ապստամբության իրավունք, եւ ոչ ոք չի կարող նրանց ապստամբության իրավունքը, ոչ ոք չի կարող նրանց ապստամբության իրավունքը ոտնահարել, որը տրված է միջազգային իրավունքով, եւ ընդ որում այս իրավունքները տրվել են նախադեպային իրավիճակներ, օրինակ Նյուրնբերգյան սկզբունքները հիմնված են ֆաշիզմի հետևանքների վրա եւ այն ինչ տեղի ունենում Հայաստանի հետ նույնպես ֆաշիզմի հետևանքներ է Ալիևյան ֆաշիզմի Փաշազադեի ֆաշիզմի որին բգից բռնել է Նիկոլ Փաշինյանը մեկ կարճ հարց ապստամբելու իրավունքը իհարկե կա դա միջազգային իրավունքով էլ ընդունված դրա մասին նաեւ կան երկրներ որտեղ խորհրդարանի դեմը դրված է այդ հայտնի քարը որը ճեղքված է եւ այնտեղ գրվում է դրա մասին եթե իշխանությունը եւ այլ գործողություններ իրականացնում ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու բայց ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու այստեղ վերջակետ ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու ինքնուրույն, բայց ոչ թե ռազմական հեղաշրջման ճանապարհով։ Ժողովուրդը դա ձեր մեկնաբանությունն է, թե դա էլ է գրված միջազգային իրավունքում։ Միջազգային իրավունքում ռազմական հեղաշրջման հետ կապված չի սահմանափակվում ժողովրդի ապստամբությունը ռազմականի հետ։ Ռազմական հեղաշրջումները հիմնվում են ժողովրդի ապստամբության իրավունքի վրա։ Այսինքն ժողովուրդը պատվիրակում է ռազմական ուժին, որպեսզի դա իրականացնի, ինչպես օրինակ Տավուշի դեպքում։ Սա իհարկե ռազմական մասը չի, բայց եկեղեցու մասն է։ Ժողովուրդը պատվիրակեց 3 հոգի էին, Բագրատ Սրբազանը, Գարնիկ Դանիելյանն էր հիմնական եւ Սուրեն Պետրոսյանը, որոնք այդտեղ ակտիվ պաշտպանում են։ Ժողովուրդը պատվիրակեց նրանց, քանի որ ժողովուրդը չունի այդ հմտությունը եւ մեխանիզմը դա իրականացնելու, նա պատվիրակում է նրանց, ովքեր որ հմուտ են, եւ նրանք դա իրականացնում են։ Այս պարագայում, երբ որ ժողովուրդը անելանելի վիճակում է, այդ թվում նաեւ քահանաները, որոնց իրավունքները եւս խախտված են, որովհետեւ նրանք էլ են քաղաքացի, հա, իրենց հույսը եւ պատվիրակը գտնում են ռազմական ուժի մեջ, որովհետեւ նրանց միջոցով են դա տեսնում։ Եվ այս պարագայում դա արդարացի է, որովհետեւ եթե ես չեմ կարողանում վերականգնել իմ սահմանադրական իրավունքը, որ ծրագրային դրույթներով խաբել են, սրանք եկել են իշխանության, ասել են Արցախի ինքնորոշում ու ճանաչել են Ադրբեջանի կազմում առանց ինձ հարցնելու Գորիս-Կապան ճանապարհ են հանձնել եւ 30,000 երեխայի չեն ապստամբվել։ Սա արդեն քաղաքական հարց է, որովհետև ինչ որ դրվագներ եղել են ապստամբության։ Ես նկատում եմ համազգային, ամբողջական։ Օրինակ եղել է բանակի հրաժարական պահանջելը,
Չէ, եղել են նոյեմբերի 9-ից հետո գրեթե բոլոր ինստիտուտները հրաժարական են պահանջել։ Հիմա սա քաղաքական հարց է, եթե ապստամբում է, մյուս կողմը պետքա ճնշի այդ ապստամբությունը։ Օրինակ, երբ որ բանակը կոչ արեց, ոչ թե կոչ արեց հրաժարականը պահանջեց զինված ուժերը, հիշում եք, դա 21 թվականի փետրվարն էր։ Թուրքիայում նախագահի մակարդակով խառնվեցին մեր ներքաղաքական գործերին։ Ասացին, որ մենք թույլ չենք տա ռազմական հեղաշրջում։ Թուրքիայում նման բան է հայտարարվել։ Այո, չեք հիշում։ Ես հիշում եմ, որ այդ ժամանակ Հայաստանի որոշակի որոշ գործիչներ ասացին, որ այնտեղ եղել է նման քննարկում, բայց որքան ես եմ հիշում, սկզբից եղավ արտգործնախարարի մակարդակով, որքան ես եմ հիշում, դրանք չհաստատվեցին։ Եվ Էրդողանի։ Դե կարող ենք բանից եթերից հետո բացել։ Այո, սիրով։ Ես որքան հիշում եմ չհաստատվեցին, բայց կարող է դուք ճիշտ եք, չգիտեմ։ Ինչպես դնել, բայց նաև տրամաբանական է, որ Թուրքիան պետքա դա չուզեր, որ այստեղ լիներ, որովհետև Նիկոլ Փաշինյանը այն հնարավորությունն էր, որը 3 տարի հետո պետք է Արցախը հանձներ։ Ես առաջարկում եմ հանգիստ թողնել Թուրքիային եւ վերադառնալ Հայաստան։ Հայաստանի պատմության մեջ ես կարող եմ խոսել, հետո ձեր հարցը կլսեմ։ Հայաստանի նորագույն պատմության մեջ մեկ դեպք է եղել, երբ որ ժողովուրդը իրոք ապստամբել է եւ բանակի միջոցով ինչ որ մարդկանց, ովքեր այդպես էլ ինքնությունը չհայտնավ, པարզ չդարձավ, այդ ապստամբությունը, այսպես ասեմ, կանգնեցվել է։ Դա եղել է մարտի 1-ը 2001 թվականին, երբ որ եկեղեցին ձեր կողմից հարգված, ցավոք չեմ կարող նույնը ասել, ցավով եմ դա ասում, Իմ կողմից չէ 80% քաղաքացիների մադրան կանարադառնա։ Թուրքիայի մասին եք խոսում։ Ես խնդրում եմ թույլ տալ ինձ ավարտել, ես դες լսել եմ ուշադրությամբ։ Բայց ձեր արդեն սխալ եք ասում։ Ինչն եմ սխալ ասում։ Ծպտուն չի հանել, Գարեգին, պարոն Գարեգին 2008 թվականի մարտի 1-ին մի բառ չի ասել։ Ոնց թե մի բառ չի ասել։ Ես չեմ լսել։ Եթե դուք չեք լսել, դրա համար եք 80%-ի մեկ չեք, որովհետև երևի ձեզ շրջապատում եք։ Նախ մարտի 1-ի դեպքերից առաջ կոչ է արվել սիրո, համերաշխության, ընկերության մարտի 1-ից այդ դեպքերը որ տեղի ունեցան նա հանձնարարել է իր սպասավորներին որ հիվանդանոցներով շրջան որովհետև բազմաթիվ դատապարտվել է դա ինչ է դատապարտվել այդ մարդկանց դուք ասում եք քաղաքականությամբ չպիտի զբաղվի դա դատապարտվելն է դուք պատկերացնում եք ասենք եկեղեցին ինքը այդ պահին խնդիր ունի համերաշխության ստեղծելու բանի ժողովրդի պետք է գալ կանգնել ժողովրդի եւ այդ մարդասպանների միջեւ ինքը չի արվել հիմա մի վարքյան ես ուրեմն չեմ հիշում մի վարքյան դուք ասում եք եկեղեցին ծպտուն չի հանել եւ ձեր ծպտուն չի հանել սխալ ինֆորմացիա կրկնում եմ նորից եմ կրկնում չի կարելի հա բանոց վարկաբեկել նորից եմ կրկնում ոչ ինչ որ առանցիկ մենք խոսում ենք եկեղեցու իշխանների մասին հանձնարարել է բոլոր սպասավորներին գնալ հիվանդանոցներ որտեղ նաև կային քաղաքացի վիրավորներ եւ 160-ից ավելի ոստիկան նա հոգեհանգստի արարողություն է ոնց չեք հիշում չեք հիշում որովհետեւ 80%-ի մեկ չէ որովհետեւ հիմա ես ուրիշ բան եմ ասում դատապարտվել է մարդկանց սպանությունը իշխանության կողմից եկեղեցին ապստամբության իրավունքը ոտնահարվել է արյան մեջ է հեղեղվել եկեղեցին առհասարակ որպես համերաշխության ինստիտուտ գիտեք չէ ինքը տենց համերաշխության վերին ինստիտուտ է դրա համար էս իր բանը հայտարարությունները շատ կտրուկ չի ասենք դոմփել բառերը չի օգտագործում դրա մասին չեմ էլ ուզում խոսել որպես համերաշխություն ինքը կոչ է անում այն ինչ բխում է իր ոնց որ հոգևոր պարտականություններից որ համերաշխության կոչ է համերաշխությունից ավել բայց հիմա ինչու չի անում այդ կոչերը համերաշխության Դարելարանցին հարցը ոչ չի անում բայց քննադատում Ռուբեն Մելիքյանի ստատուսը չեք կարդացել եկեղեցուն քննադատում է նա որ բան է արել եկեղեցին համախմբման կոչ է արել իսկ Ռուբեն Մելիքյանը իրավապաշտպան նրան դուր չի եկել որովհետև ասում է բայց ես ում հետ պիտի համախմբեմ Փաշինյանը օրինակ եկեղեցին արել է հայտարարություն որ ընդդիմություն եւ իշխանություն չգիտեմ թեր եւ դեմ կողմեր նստեք խոսեք հասկացեք հա այս տարիների ընթացքում ինչքան արել նույնիսկ 3 նախագահներին է կանչել մոտ Չեք հիշում։ Ես կարծում եմ, բայց մարտի 1-ի թեմայով հետո անցած մյուս տար, դե որովհետև արդեն սխալ բան կա ձեր սխալ բան ասացիք, բայց ես չեմ ընդհատել, չէ՞։ Ընդհատեք, եթե ես չեմ ուզում դες ընդհատել, ես քաղաքական մարդ եմ, պարոն Իշխանյան։ Ես դրա ընդհատելու համար չեմ եկել։ Ընդհատելը քաղաքակրթության հետ կապ չունի, քաղաքակրթությունը կապ ունի ձեզ լսելու, սխալ ինֆորմացիա երբ որ տալիս են, այդ սխալ ինֆորմացիան շտկվի, այ դրա հետ ունի քաղաքակրթությունը։ Ներողություն, լսենք Դավիթին, հետո կարձագանքեք։ Տեսեք, եկեղեցու ես կարծում եմ ոչ թե առաքելությունը, այլ տվյալ դեպքում պարտականությունը
հարթել բոլոր ներքաղաքական խնդիրները իր ստատուսի սահմաններում, հա, որը նա ունի կարգավիճակի, հաշվի առնելով, որ Հայաստանը այսօր ցավոք գտնվում է գոյաբանական խնդիրների, մարտահրավերների առջև։ Մենք բոլոր կողմից թշնամիներով ենք շրջապատված։ Այս իրավիճակում եկեղեցին վերցրել է իր վրա ներքաղաքական դերակատարում։ Դուք ասում եք Բագրատ Սրբազանը շարժում է սկսել, բայց եկեք հիշենք, որ այդ շարժումը օրհնել է Գարեգին բան, եւ դա եղել է։ Եկեք հիշենք, որ այդ շարժումը, երբ որ պարոն Բագրատը հայտարարեց, որ ինքը եկեղեցու հետ որևէ կապ չունի, եւ վարչապետ, միջև դա ինքը հանդես է եկել որպես եկեղեցական, դա անընդունելի է։ Ես հիշում եմ իր ելույթը հանրապետության հրապարակում, այդ ամենամեծ հանրահավաքը, որ եղավ։ Ինքը իրեն ակնհայտ պահում էր որպես քաղաքական գործիչ եւ ուլտիմատում է դրել Հայաստանի ընտրված իշխանությանը։ Ես կարծում եմ եւ ես վստահ եմ, որ դա եկեղեցականին եւ հայ առաքելական եկեղեցուն հարիր պահվածք չէ, դա ճիշտ չէ, դա հակասահմանադրական է եւ դա չի համապատասխանում այն նույն բարոյական նորմերին, որոնց դուք հղում եք անում։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, Նիկոլ Փաշինյանը արել է սխալներ, ճանապարհ է հանձնել, չգիտեմ, Արցախ է հանձնել եւ այլն եւ այլն։ Ես չեմ վիճում ձեզ հետ։ Դրա համար կա ընտրություն։ 26 թվականի հունիսին մենք բոլորս գնալու ենք ընտրության, օրինական ճանապարհով Նիկոլ Փաշինյանին կհեռացնենք, կգան մարդիկ, ում դուք համակրում եք կամ չեք համակրում, ես չգիտեմ։ Բայց ոչ ռազմական հեղաշրջում։ Ռազմական հեղաշրջումը Հայաստանին հարված է թիկունքից։ Մենք մեր ձեռքով մեզ հարվածելու ենք։ Չի կարելի դա անել, ես դրա մասին եմ խոսում։ Իսկ Աստծո, Նիկոլ Փաշինյանը հավերժ չի։ Ինքը գնալու է, բայց Հայաստանը պետք է մնա։ Ոչ թե եկեղեցին դուրս գա եւ աշխատի իշխանության դեմ, աշխատի տվյալ դեպքում ինձ համար սա նույն բանն է, պետության դեմ, պետականության դեմ, չի կարելի դա անել։ Մենք վտանգի տակ ենք դնում մեր երկիրը։ Ես հիմա ձեր մոտիվացիայի մեջ այսքան չեմ կասկածում, բայց եկեք իրար հասկանանք։ Եկեղեցին պիտի լինի կառուցողական, եկեղեցին պետք է ուժեղացնի պետությունը։ Ես էլի եմ հասկանում Փաշինյանը ընդունելի չի, բայց Փաշինյանը վաղը չի լինելու, իսկ երկիրը մնալու է։ Ես սա եմ ասում։ Հոնես, տեսեք, դուք իսկապես պետք է արձագանքեք։ Հարցից պատասխանական արձագանքեք, որ մի քիչ առաջ գնանք, էլի քննարկման մեջ։ Տեսեք, դուք ասում եք, որ եւ դա այդպես է, կա Կովկասյան բարոմետրի տվյալները, համաձայն որի 79%, ինչպես դուք ասացիք, եկեղեցին ունի աջակցություն, այսինքն Հայաստանի քաղաքացիները այն կրոնական ինստիտուտին, որին հարում են, ասել են, որ մոտավորապես 79% իրենք աջակցում են, իսկ մենք գիտենք, որ մեծամասնությունը բարձ է հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են եւ հավատացյալներ։ Այս պարագայում, երբ կա նման աջակցություն եկեղեցուն, հա, բայց մյուս կողմից կա նաեւ եկեղեցի իշխանություն սուր կոնֆլիկտ։ Ինչու մենք չենք տեսնում եկեղեցուն աջակցող մարդկանց բազմություններ հրապարակներում։ Ձեր հարցը պատասխանը կարճ է, որովհետև տարիների ընթացքում այս դիմադրության շարժումները փլվել են, մարդիկ ապաթիայի մեջ են, սա ձեր հարցի պատասխանը։ Հիմա վերադառնալով կրկին, վերադառնում ենք իրավական պետությանը, որտեղ նորից ասում եմ, եկեղեցի սպասավորը իրավունք ունի մասնակցելու հասարակական քաղաքական կյանքին։ Քննարկում եք, չէ, քննարկում եք։ Ես համամիտ եմ քննարկում եք, դուք քննարկում եք դա։ Մյուս կողմից, այստեղ ինչն է խնդիրը։ Ոչ թե եկեղեցին է այստեղ խնդիրը։ Այստեղ խնդիրը գործադիր ղեկավարի եւ օրենսդիր մարմնի падգամավորների հակաօրինական քայլերն են։ Դուք արդեն ասացինք, կրոնական կազմակերպությունների օրենքով նրանք իրավունք չունեն մտնել եկեղեցու կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին, սա արդեն խախտված է եւ սա վստահ եմ քաղաքացիների խնդիր է լուծելու, որովհետեւ գործադիր մարմնի նրանց ընտրած իշխանությունները խախտում են ներպետական օրենքները, բայց ավելի վատ խախտումներ, ընդ որում եվրո ինտեգրման process-ի խախտումներ, դա անձնական կյանքի մեջ խառնվելն է։ Ես համամիտ եմ ձեզ հետ, հիմա դուք ինչ-որ ասում եք, ես համաձայն եմ ձեզ հետ, ինչի համար եք դա ասում։ Ասում եմ նախ եւ առաջ, որ կարծիքն է հայտնում։ Չէ, որովհետեւ նախ մեզ լսում են, ինչ-որ հակադրություն ունենք, բացատրեմ ինչի համար եմ ասում։ Անպայման չի հակադրություն լինի, որովհետեւ գործադիրի ղեկավարի արած հակաօրինական քայլերին հակադրությունը այս սեղանի շուրջ բերվում եկեղեցին։ Այսինքն մեզ լսողները ավելի շատ պետք է հիմա մտածեն, որ եկեղեցին է խնդիրը, ոչ Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը, եկեղեցում իշխաններ չկան, քահանաներ են, ոչ չգիտեք։ Կան։ Քահանաներ են, սպասավորներ են։ Դու ես թող լինի տենց։ Ընդ որում այդ քահանաներից բանը հայր Մկրտիչը մինչև ման անհայտ կորած է։
աբեղաները մահացան, Ռուստամ Սարգսակը զոհվեց, Նարեկ Պետրոսյանը զոհվեց, վիրավորվեցին աբեղաները։ Ես նորից եմ ասում, Ուրեմն երբ եկեղեցուց խոսում ենք այդ մասին մենք չենք քննարկում։ Մասը կա, չէ, ես հույս ունեմ, որ մի օր մենք իրեն կտեսնենք։ Ես անձամբ իրեն ճանաչում եմ, մենք այդ մասին չենք խոսում։ Ուսակերոն քահանաների դեմ արշավ է սկսվել, եւ ես վստահ եմ, եթե դուք անձամբ ճանաչում եք Հայր Մկրտչին, վստահ եմ, որ կուզեիք այս պահին նրա ինստիտուտը, նրա շրջապատը ավելի դրական լույսի ներքո ներկայացնել, քան այն ինչ որ։ Ես դրա համար եմ ասում, որ ես ցավով եմ անդրադառնում։ Անձնական կյանքը դրա համար եմ ասում, սա ինձ համար ցավ է առաջացնում։ Այստեղ ավելի էական է այն, որ այսպիսի բան արեցին Հովիկ Աղազարյանի հետ, հիշում եք, որ նույնիսկ սեռական կողմնորոշումը բացահայտեցին։ Իհարկե դա է հենց անընդունելին։ Իսկ հիմա բանը մտել են արդեն անձնական կյանքը այլ քաղաքացիների, որոնք նաև կրոնական կազմակերպությունների անդամներ են։ Բայց ուրեմն սա եւ մարդու իրավունքների կոնվենցիայի խախտում է եվրոպական եւ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի խախտում է եւ ըստեղ արդեն մենք գործ ունենք հատկապես այն անձի կազմակերպությունները, որոնք քաղաքակիրթ աշխարհի ինտեգրմանն են կողմ ինչպես ես ըստեղ գործ ունեն, որովհետեւ սա է խախտվում։ Եկեղեցին երբ որ ասում է, որ պետքա Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, օրենքով պետությունը տվել է իրան այդ հնարավորությունը։ Այո, ինքը կարա իմ հետ հավասար մասնակցի քաղաքական կյանքին, ինքը քաղաքացի է։ Շատ լավ։ Մեկ հարց, որ կխնդրեմ երկուսդ անդրադառնական պայման։ Որն է ավելի շատ վնասում ազգային միասնությանը՝ քաղաքականացվող եկեղեցին, թե եկեղեցուն հակադրվող իշխանությունը։ Դավիթ։ Երկուսը հավասար։ Դա չի կարելի նույնիսկ ես չեմ մտածում այդ հարցի շուրջ։ Երկուսը հավասար։ Դեստրուկտիվ գործողությունները, դեստրուկտիվ երևույթներ են, որը վտանգում է պետականությունը։ Երկուսն էլ ինձ համար ընդունելի չի։ Հովանես։ Սա պատճառը հետևանքը պետք է տեսնել։ Նորից գալիս ենք նպատակին։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ հայկական կառույց, որը իմ իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, դա կլինի թե Արցախի սենց մի կերպ պահվող ինստիտուտները, նախագահի ինստիտուտը, որ ԱԱԾ-ն է ուղարկում ներկայացուցչության վրա, որ թիկնապահին են տանում, որ թույլ չեն տալիս Արցախի այդ պետական ինստիտուտները նորմալ աշխատեն եւ իհարկե եկեղեցին էլ այդ թվում, որը իմ իրավունքների, ձեր իրավունքների պաշտպանությամբ է այս պահին զբաղվում եւ նաեւ պատկերացրեք մենք սա չքննարկեցինք, բայց սա էլ է, չէ՞ էական։ Եկեղեցին այն կառույցներից է, որը այդ Արցախի հայաթափումից հետո հսկայական աշխատանքներ է կատարել։ Իրանց պատճառով մոտ 3 անգամ կրկնապատկել է սոցիալական իր աշխատանքները։ Իրանց թեմակած տներում է մարդկանց տեղավորել։ 1000-ից ավելի ընտանիքների է բան անընդհատ սոցիալական։ Երբ որ Արցախը շրջափակված էր, եկեղեցին 360 տոննա օգնություն է ուղարկել։ 360 տոննան այդ հսկայական բան է։ Այն դեպքում, երբ որ ստեղից սրանք բան չէին, այն շոու-օֆ հիշում եք, բեռնատարները տարան հասցրեցին ու շոու-օֆ հետ բերեցին։ Վարորդներ կարծեմ, Ռաշիդը։ Կարող սխալվում եմ, ես որ բանը գերև արեցին, կարող լավ մի խոսքով։ Այսինքն, այս ամբողջ այս հարվածը, որը հասցվում է եկեղեցուն, մի պահ պատկերացրեք, եթե ինչպես գլխավոր շտաբում կարողացան փոխել հրամանատարին, կարողանան հանկարծ այս իրաց ապօրինություններով, որտեղ իրավունք չունեն կրկին կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին խառնվել, փոխեն կաթողիկոսին։ Այս բոլոր ծրագրերը չի արվելու, որովհետև եկեղեցին այս պահին ամբողջությամբ լծված է Արցախի հիշողության, հայապահպանման գործընթացին, հայերի իրավունքներին։ Աշխարհով մեկ, միայն այստեղ չէ։ Եթե Փաշինյանի, Ալիևի, Փաշազադեի ցանկությամբ այնտեղ եղավ X ինչ որ կաթողիկոս, հիշում եք գլխավոր շտաբպետը ինչ ասաց 22 թվականի հարձակումից հետո։ Ասաց դե սոված կմնան կգնան։ Հիմա երբ որ գան ասեք Մատենադարանը քանդեն այստեղ, կասեն դե կտեսնեն, որ այդ ձեռագրերը չեն կարողանում կարդան, կթողնեն կգնան։ Շատ լավ, վերջին հարցը։ Ինչ հետևանքներ կարող ունենալ այս հակադրությունը եւ ինչի կարող է հանգեցնել, հաշվի առնելով, որ եկեղեցին կամ բարձրաստիճան եկեղեցականները պահանջում են իշխանության հրաժարականը, իսկ վերջերս էլ վարչապետը իր գրառումներից մեկում, եթե չեմ սխալվում, արտահայտեց հետեւյալ միտքը, որ ապագայում պետությունը կամ Հայաստանի կառավարությունը պետք է ունենա իր գործուն ներգրավվածությունը կամ իր վճռորոշ դերը կաթողիկոսի ընտրության հարցում ազատության ուղիղ խախտում։ Մոտավորապես նման գրառում եղավ, եթե ես չեմ սխալվում, հա։ Ինչ հետևանքներ սա կարող է ունենալ։ Դավիթ, դուք հետո Հովանես։ Հասարակության պարակտում, պետության թուլացում,
թշնամիների կողմից, բոլորի կողմից, դեպ ոչ միայն ադրբեջանցիների օգտագործում իշխանության կողմից օգտագործվում է այս ամենը ներքաղաքական նպատակներով, իշխանությունը իրեն ռեյտինգ է հավաքում այն մարդկանց շրջանում, որոնց համար այս ամենն ընդունելի է, իսկ այդպիսի մարդիկ Հայաստանում կան, որևէ դրական բան ես այստեղ չեմ տեսնում։ Ես դրա համար եմ ասում, եթե եկեղեցին նորից պատճառը հետևանքային կապը, եթե այդպես չմտներ քաղաքականության մեջ, այս ամենը չէր լինի։ Եկեղեցու իրավունքն Ես խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Եթե եկեղեցին դա չաներ, այս ամենը չէր լինի եւ մենք այսօր երևի թե կկարողանայինք քննարկել իրական մեր օրակարգը, իրական մարտահրավերները, սպառնալիքները եւ վտանգները մեր երկրին։ Իսկ մենք հիմա նստած շատ կաներեք ջուր ենք ծեծում եւ այս ամենը ի օգուտ է իշխանությանը եւ Նիկոլ Փաշինյանին, որին դուք այդքան շատ չեք սիրում, եւ մեր թշնամիներին, ուրիշ ոչ մեկին, իսկ եկեղեցու իմիջին սա լուրջ հարված է եւ ես դրան դեմ եմ։ Եկեք ճիշտ հասկանանք իրար։ Ինչը վերաբերում է դա էլ ուզում ասել, Կովկասյան բարոմետրին ես անկեղծ ասած չգիտեմ դա ինչ է, ես չեմ ուսումնասիրել, ես երբ որ հեղինակավոր եւ այստեղ հարց կա, եթե իրոք դա այդպես է, եթե վաղը Վրաստանի օրինակը բերեմ, կաթողիկոս Իլյան, հա հանդես գա ելույթով եւ ասի, որ ժողովուրդ դուրս եկեք իշխանության դեմ, ես վստահ եմ 100,000-ավոր մարդիկ են դուրս գալու, որովհետեւ այնտեղ եկեղեցին իրոք լուրջ կառույց է, որը վստահություն ունի ժողովրդի շրջանում։ Իսկ մեզ մոտ դա այդպես չի, որովհետեւ եթե դա այդպես լիներ, եկեղեցին չի ասել դուրս եկեք։ Բագրատ Սրբազանն է։ Բագրատ Սրբազան եկեղեցին չի նա հրաժարվել։ Լավ, եկեղեցին չի, համաձայն եմ, թող լինի այդպես։ Բայց նույնականացնում է եկեղեցին։ Մի քանի 100 հոգի մարդ անձնավորությունների բոլոր կուսակցությունները հավաքել են այդ Բագրատի շարժման շուրջ եւ հրապարակում չեմ 15,000 էր, 20,000 էր, կարեւոր չի, ամենապիկի վրա։ 50,000։ Թող լինի 50,000։ Եվ վերջ։ Ինչի ընդեղ չեք։ Ես չպետք է համանդրական իրավունքները խախտված։ Ես չպետք է այնտեղ լինեմ, որովհետև ես եկեղեցուն չեմ վստահում։ Եկեղեցուն չեք։ Եկեղեցուն, որը քաղաքականացված է, ես չեմ քաղաքացու իրավունքներ խախտված, դուք ինչի այնտեղ չեք։ Մեր իրավունքները բազմաթիվ անգամ են խախտվել։ Եվ որը մեկը դուրս չի եկել։ Եկեղեցին քաղաքացիական բարձր գիտակցություն է դրսևորում։ Պարոն Իշխանյան, ես կներեք, ես պատասխանեմ եւ վերջ։ Ես զբաղվում եմ լրագրությամբ եւ քաղաքականությամբ 22 տարի։ Այսպես պատասխանեմ ձեր հարցին եւ դրա համար այնտեղ չեմ շատ զբաղվեք արդեն դրա համար այնտեղ չեմ իսկ եկեղեցի մոտավորապես 2000 տարի բան չասեցի ավելի բան ունի էլի փորձ ունի ինչն էր հարցը ինչի կարող է հանգեցնել այս հակադրությունը եւ հակասությունը որը ել ավելի սրվելու է հաշվի առնելով որ դիմաց ընտրություններ են մինչև դա պետք է հասկանալ այս ամեն ինչը չէր լինի եթե Նիկոլ Փաշինյանը 385 եկեղեցի հանձնած չլիներ ընդ որում 4 դարի ամառած վանքը, որտեղ 5-րդ դար, իմ սիրելի վանքն է, դրա համար եմ էլի ասենց ասում, որտեղ 5-րդ դարում նույն կուսակերոն քահանա Մեսրոպ Մաշտոցը առաջին Արցախի դպրոցներ։ Իհարկե, Արցախի առաջի դպրոցներ հիմնել, մի խոսքով այս ամբողջը եթե տեղի չունենար, բնականաբար եկեղեցու քաղաքական դիրքորոշումը այսպեսին չէր լինի, բայց եթե եկեղեցու քաղաքական դիրքորոշումը այսպեսին չլիներ, կրկին դա կլիներ աննորմալ, որովհետև այն պատմական հարստությունը ոչ միայն նյութական, այլ նաև բան հոգևոր պատմամշակութային, որը սրանք ճանաչել են Ադրբեջանի կազմում, որտեղ մյուս իմ սիրելի եկեղեցին, որը ավելի նոր էր, Սուրբ Համբարձման եկեղեցին Բերձորում ավերեցին, կանաչ ժամը, Տանձատապի եկեղեցին, այսինքն այդ ամբողջը ավերում են եւ արտաքին գործերի նախարարությունը առանձնապես չի զբաղվում, մենք հարցում ենք ուղարկել, ինչ են անում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում մի երկու անգամ հարց են բարձրացրել։ Դա աննորմալ կլիներ, եթե եկեղեցին չզբաղվեր։ Այս հակամարտությունը, եթե հանկարծ հաջողվի ԿՊ-ին հաղթել, հա բնականաբար Երևանը ընկնելու է նույն օրը, ինչ որ Ստեփանակերտը։ Ես վստահ եմ, ինչպես անցած անգամ, եթե հիշեք, եկեղեցու առաջի գրողը 18-ը չհաշված, իշխանական առաջի գրողը եղավ, երբ որ հանրային հեռուստատեսությունից կաթողիկոսի ուղերձը հանեցին։ Եվ նույն պատճառով, որովհետև կաթողիկոսի ուղերձում ուղերձ կար Արցախի ժողովրդին նեցուկ լինելու եւ վերադարձը երբեք մտքից չհանելու։ Ուղերձը հանեցին, թե ուղերձի ժամերի հետ կապված փոփոխություն եղավ։ Դե դա արդեն բան են, հանրային խոսակցության ձևականություններ են։ Մենք հիմա տեսնում ենք, որ ուղերձը հանեցին։ Այնուամենայնիվ եկեղեցու պաշտոնական հայտարարությունը եւս այդպեսին էր եւ այս ամբողջ այս կոնտեքստում Արցախի հետ կապված մենք կարող ենք այդ ենթադրությունը արդարացնել։ Ես բայց մի վարքյան ինչ որ մտքից թելը կտրվեց,
հա, այդ ժամանակ երբ դա տեղի ունեցավ այդ հարվածը, եկեղեցու շուրջ համախմբվածությունը ավելի մեծացավ եւ ես կոչ եմ անում բոլորը քաղաքացիական գիտակցություն դրսևորեն եւ ոչ միայն սա դիտարկեն որպես եկեղեցու, առաքելական եկեղեցու հարված, այլև մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտում, որպես խղճի ազատության խախտում, ինչպես իմ շատ ընկերներ, որոնք աթեիստ են եւ եկեղեցու որոշ սպասավորներ շատ անգամ նրանց վարքին դեմ են արտահայտվել, հա, այս հասկանալով, որ սա խղճի ազատության հարց է, հա, մարդու դավանանքի ազատության հարց է, որտեղ ինչ-որ մեկը փորձում է մտնելու խարխը խաչ են գցում իրենց վզից ու պաշտպանում են եկեղեցուն եւ ես կոչ եմ անում որպեսզի մեր քաղաքացիները այդ բարձր քաղաքացիական գիտակցությունը դրսևորեն։ Պարոն Իշխան, դուք երկու անգամ դա ասացիք, դրա համար ստիպված եմ անդրադառնալ։ Դուք ասում եք 385 եկեղեցին եւ Արցախը Փաշինյանն է հանձնել։ Լավ։ Այլ դերակատարներ չեն եղել, օրինակ Արցախի գործող իշխանությունները, Արցախի նախկին իշխանությունները, Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունները, ռուսները, կոնսենսուս չի եղել Արցախի հանձնման շուրջ։ Կներեք։ Կոնսենսուս, միջազգային կոնսենսուս Արցախի հանձնման շուրջ չի եղել։ Ում պատասխանատվության տակ էր։ Ով էր ընտրվել Արցախի ինքնորոշման հիմքով, ես էլ 2018 թվականին աջակցել եի այդ շարժմանը։ Ինձ խաբեցին, ասացին Արցախի ինքնորոշման հիմքով է։ Այսինքն դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանն է միայն պատասխանատու հանձնման դեպքում, ոչ մեկ մեղավոր չի։ Ով է պատասխանատու երկրների վարած քաղաքականության եւ նրա ժողովրդի Արցախի իշխանությունը պատասխանատու չի։ Ով է պատասխանատու։ Հայաստանի երաշխավորն էր Արցախի անվտանգության։ Հասկանում եմ, բայց մնացածը պատասխանատու չէ։ Հայաստանի իշխանությունը ինքը բանակցություններ էր վարում Արցախի համար եւ Նիկոլ Փաշինյանը ժառանգել է, իրավահաջորդն է եղել այդ բանակցությունների փաթեթի, որը նա սկսել է 0 կետից, վերացրել այդ բանակցությունները։ Գնացել է Արցախ, ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ, խախտելով բանակցությունների կանոնները։ Բանակցությունների կանոններն է խախտել, թե չէ սրտիս համար շատ լավ ասել։ Ես ճիշտ եմ հասկանում։ Միայնակ Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում եւ դրա հետևանքով տեղի է ունեցել շրջափակումը։ Եվ դա եղել է 2018 թվականից հետո, երբ որ դատարաններն են շրջափակել, երբ որ շինցուգործերը սարքել, 44-օրյա պատերազմում, երբ որ 44-օրյա պատերազմում նա հայտարարեց, որ Քուչում հավաքվեն հրամանատար ընտրեն, այսինքն խարխլելով կանոնավոր բանակի համակարգը, երբ որ 44 օր բոլորին խոցեց, դուք համարում եք, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ Արցախը հանձնել է։ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, որի հետևանքով Արցախի կարգավիճակը դուրս է եկել բանակցությունների դաշտից կամ համաձայնվել հարցի հետ կամ մերժել։ Ինչ է, կարող է ձեր քմաչիկը եթե ասեմ տա։ Նիկոլ Փաշինյանը միայնակ ուզում եք ասեք, որ տարբեր դերակատարություններ եղել են շահեր երկրների, հա Չինաստանը իր շահերները եւ բոլորներ ունեն, բայց պատասխանատվությունը, որի համար երթում է տալիս սահմանադրության վրա։ Իսկ Արցախի իշխանությունը պատասխանատու չէր։ Արցախի Արցախի իշխանությունը, գիտեք ինչի պատասխանատու չէր, որովհետեւ ասում եմ, որովհետեւ Արցախի իշխանությունը ինքը կապակցված լինելով Հայաստանի հետ, որ բանակցությունները Հայաստանն է տանում, որ 30 տարի Հայաստանն է տարել, որ այդ համակարգով ա եղել։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ, ասաց, իրանք նախագահ ունեն, թող նախագահը գնա բանակցի։ Այս ֆորս մաժորային վիճակում դու չես կարող մեղադրել կանոնները խախտելու վիճակում, երբ որ ես ու դու միասին գործ կանենք, ես ձեր անունից կխոսամ, դուք ինձ պատվիրակած կլինեք, ու ես խախտեմ այդ կանոնները, դուք այդտեղ մեղավոր չեք։ Նիկոլ Փաշինյանը Սամվել Շահրամանյանի անունից հարգելի Հովհաննես, հարգելի Հովհաննես, հարգելի Դավիթ։ Շնորհակալ եմ։ Մենք հիմա մտնում ենք մեկ այլ թեմայի մեջ, ընդհանրապես, որը շատ մեծ թեմա է եւ որի շուրջ կարելի է անverջ բանավիճել, անverջ խոսել եւ չգիտեմ կոնսենսուսի կգանք թե չենք գա, բայց այնուամենայնիվ դա այլ թեմա է։ Շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու համար։ Սիվիլների տաղավարում մենք քննարկեցինք Նիկոլ Փաշինյան հայ առաքելական եկեղեցի կամ կառավարություն հայ առաքելական եկեղեցու սրվող հակամարտությունը եւ մեր քննարկման հյուրերն էին Հովհաննես Իշխանյանը եւ Դավիթ Ստեփանյանը։ Շնորհակալություն, մինչդեռ հանդիպում։ Ստեսին, շնորհակալություն։